Գեղարքունիքի մարզում կայացել է ընտրական բարևարկության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում ծրագրի երկրորդ փուլը, որն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության կողմից։ Այս փուլին մասնակցել են Սևան, Գավառ և Ճամբարակ քաղաքները ներկայացնող 4 թիմեր։ Ծրագրի նպատակն է բարձրացնել ընտրական գործընթացների վերաբերյալ իրազեկվածությունը, զարգացնել մեդիագրագիտության հմտությունները, ինչպես նաև խթանել քաղաքացիների մասնակցությունն ու ընտրական բարևարկության մշակույթը մարզերում։ Ծրագիրն իրականացվում է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի համար։ Դասընթացը հատկապես օգնում է առաջին անգամ ընտրողներին իմանալ իրենց իրավունքները։ Սեմինարը ավելի խորացված գիտելիքներ ինձ տվեց ընտրական process-ների վերաբերյալ, ու քանի որ առաջին անգամ ընտրող եմ ես, դեռևս հնարավորություն չեմ ունեցել ընտրելու, շատ մեծ գիտելիքներ տվեց այն առումով, որ ես կարող եմ արդեն ավելի գիտակից ընտրություն կատարեմ, ու նաև հնարավորություն տվեց հասկանալու, թե ինչ քայլեր կարող եմ անել այն դեպքում, երբ որ խախտվում են իմ ընտրական իրավունքները։ Մեր համայնքում երիտասարդներից շատ ու շատերի շրջանում մենք փորձում ենք իրականացնել իրազեկում, բայց մեկ է նկատում ենք իրազեկվածության պակաս, ու այս սեմինարի արդյունքում արդեն իսկ ես որոշակի գիտելիքներ ստանալով կարող եմ այդ ամեն ինչը փոխանցել նաև իմ հասակակիցներին, իմ նման անձանց, ովքեր որ դեռևս տեղյակ չեն, թե ինչպես է ընթանում այս process-ը։ Սևանում անցկացված դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկել են ընտրողների իրավունքներին, ընտրական բարևարկությանը, ապատեղեկատվության դեմ պայքարին և քաղաքական ներգրավվածությանը վերաբերող հարցեր։ Օրակարգը ներառել է ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաղադրիչներ խմբային աշխատանքների ձևաչափով։ Ամենատպավորիչը ինձ համար հենց ընտրական իրավունքներ, որովհետև ես ոչ այդքան շատ գիտելիք ունեի, եւ լիքը բաներ ես զուտ ինչ-որ տարբեր տեղերից լսելով եմ տենց իմ պատկերացումը կազմել, բայց երբ որ դա սենց հստակ գլխում դասավորվում է, լրիվ ուրիշ մոտեցում է տալիս, եւ ամենագլխավորը դա է։ Դասընթացը մեկնարկել է մասնակիցների ներկայացմամբ եւ գիտելիքների նախնական գնահատմամբ։ Առաջին թեման վերաբերում է ընտրողների իրավունքների եւ դրանց իրավական երաշխիքներին։ Բանախոսներ Մերի Մանուկյանը եւ Մարիամ Զադոյանը ներկայացրել են Հայաստանում ընտրողների իրավունքների սահմանադրական եւ իրավական շրջանակը, որին հաջորդել են խմբային քննարկումներ։ Դասընթացի մասնակիցները կարևորում են նման ծրագրերի իրականացումը հատկապես նախընտրական փուլում։ Ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ կարծում եմ Հայաստանում Երևանից դուրս յուրաքանչյուր տեղ, որովհետև քաղաքացիների իրազեկվածությունն է, այսպես ասած, իրենց հիմնական իրավունքների, հատկապես ընտրական իրավունքների վերաբերյալ երևում է, որ մեծ բաց ունենք, ու այդպիսի բացը հենց լրացվում է ՔՀԿ-ների ու պետության ոնց որ համագործակցության միջոցով։ Այդ իսկ պատճառով կարևոր ենք գտնում հենց հատկապես նախընտրական փուլում նման դասընթացներ անցկացնել, որպեսզի քաղաքացիները իրենց բուն սկզբունքնային իրավունքները իմանան ընտրության գործընթացի կապակցությամբ։ Օրվա երկրորդ հատվածում քննարկվել են ընտրական բարևարկության ներպետական գործիքները եւ կարգավորումները, ինչպես նաեւ քաղաքացիների ներգրավման մեխանիզմները ընտրական գործընթացում։ Բանախոսներն Արեգ Դորվանյանն ու Սյուզաննա Սողոմոնյանը կարևորել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը մշտադիտարկման եւ հանրային մասնակցության խթանման գործում։ Դասընթացի առանձին մոդուլ նվիրված է եղել նաև մեդիագրագիտությանը եւ ընտրությունների ընթացքում ապատեղեկատվության բացահայտման գործիքներին։ Բանախոսները ներկայացրել են հայկական մեդիա միջավայրում ապատեղեկատվության եւ քարոզչության տարբերակման մեխանիզմները։ Մեդիա դաշտում շատ է ապատեղեկատվությունը ու շատ հիմնականում ապատեղեկատվությունը շատ կեղտոտ ձևով է իրականացվում, քանի որ մարդիկ հիմնական չեն կարող հասկանալ դա արհեստական բանականությունը, թե ինչ-որ չար մարդկանց կողմից ստեղծված կոնտենտ է։ Հիմնականում պայքարելու մի քանի տարբերակներ կան, ամենաառաջինը նախ ստուգված տեղեկատվություն կարդալը հավաստի աղբյուրներից, այսինքն այդ կապույտ գալչկայով ալիքներին վստահել, քանի որ չեն հետաքրքրվում, հետևաբար ինչքան շատ ինֆորմացնես, այդքան ավելի ճիշտ կկազմակերպվի ոչ միայն ընտրական, այլ նաև հասարակական առողջ բանաձևերը։ Ծրագրի կազմակերպիչների համոզմամբ նման նախաձեռնությունները ոչ միայն նպաստում են ընտրական գիտելիքների տարածմանը, այլև ձևավորում են առավել իրազեկ, քննադատական մտածողությամբ եւ հանրային գործընթացներին ակտիվ մասնակցող քաղաքացիներ։ Գեղարքունիքում անցկացված երկրորդ փուլը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ հատկապես մարզերում մեծ է պահանջարկը ընտրական կրթության, մեդիագրագիտության եւ տեղեկատվական դիմակայունության զարգացման նկատմամբ։